Պաշտպանական կողմի բացման խոսքը ներառում է մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը, բայց այս պահին օբյեկտիվորեն մենք զրկված ենք այդպիսի դիրքորոշում արտահայտելու իրավական հնարավորությունից։ Պատվոժանդական քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք բջջերներով սահմանում է, որ մեղադրյալին իրեն հասկանալի լեզվով պետք է պարզաբանված լինի մեղադրանքի էությունը, որի մեջ ներառում է մեղադրանքի թե փաստական կողմը եւ թե իրավական գնահատականը։ Պատվոժանդական մինչև այս պահը մեղադրյալ Նարեկ Օհանյանի մեղադրանքի էությունը պարզաբանված չէ։ Պատվոժանդական, երբ որ հոկտեմբերի 1-ին Նարեկ Օհանյանից ներկայացվեց ներկայիս մեղադրանքը, Նուբարաշի քրեակատարողական հիմնարկում միջև տեսաձայնագրության միացումը և բուն մինչական գործողությունների արձանագրումը, ծանոթանալով մեղադրանքին, մենք տեսանք, որ այդտեղ կան պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներ և վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչին խնդրեցինք, որպեսզի դրանք մեզ պարզաբանվեն, բայց մեր հարգելի քննիչ նշեց, որ բանավոր միջնորդությունը ենթադրում է անմիջականորեն որոշման կայացում միջնորդության վերաբերյալ, ինքը տեխնիկական հնարավորությունից զրկված է քրեական հիմնարկում, նշեց միաժամանակ, որ ողջամիտ է մեր կողմից բարձրաձայնված հարցերը, բայց խնդրեց, որպեսզի մենք գրավոր միջնորդություն ներկայացնենք։ Մենք անհապաղ գրավոր միջնորդությունը ներկայացրեցինք, մատնանշելով պարզաբանման ենթակա հանգամանքները և ստացանք որոշում քննիչի կողմից, որ մեզ մեղադրանքը պարզաբանված է։ Դրանից հետո որոնք ներկայացրեցինք Այն մեղադրողին ես ստացանք բոլորի նույն հիմնավորմամբ, որ մեղադրանքը պարզաբանված է։ Պատվոժանդական մինչև հիմա մենք չգիտենք, թե մեղադրանքը Նարեկ Օհանյանին որտեղ է պարզաբանված, ում կողմից և ինչ տեսքով, մինչև այս պահը։ Ինչ հանգամանքներն է վերաբերում մեղադրանքի պարզաբանման։ Իմ դատավարական հակառակորդներ, բայց միաժամանակ իմ գործընկերները մի հանգամանքի մասին բարձրաձայնեցին և թեպետ մենք դատավարական օպոնենտներ ենք, բայց ես իրենց հետ լիովին համաձայն եմ։ Պատվոժանդական առաջին հանգամանքը վրեժի շարժառիթն է, որը կապվում է փետրվարի 5-ի դեպքի հետ, Նարեկ Օհանյանի եղբայր Գրիգոր Օհանյանի սպանության հետ։ Պատվոժանդական մենք Նարեկ Օհանյանը պնդել է և պնդում է, որ Վոլոդյա Գրիգորյանը այդ դեպքի հետ որևէ մասնակցություն դեպքին չի ունեցել և չունի։ Սա Նարեկ Օհանյանը պնդել է ամբողջ գործի ընթացքում և պնդում է նաև հիմա այս քրեական բարույթի ընթացքում։ Հետևաբար պատվոժանդական մեզ պետք է պարզաբանել, թե որտեղից է բարույթն իրականացնող մարմնի այն տեսակետը, որ Նարեկ Օհանյանը վրեժի ինչ-որ զգացում է տածում Վոլոդյա Գրիգորյանի նկատմամբ։ Բայց պատվոժանդական մի բան ունենք, որ սա իհարկե կրկնում եմ պաշտպանական կողմի կարծիքը չէ, մենք հակառակ կարծիք ունենք, բայց ամեն դեպքում առաջնորդվենք վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ, որ իրոք Նարեկ Օհանյանը վրեժ է տածել Վոլոդյա Գրիգորյանի նկատմամբ և ցանկացել է սպանել նրան։ Պատվոժանդական, Կարեն Աբրահամյանի և Արծուն Գալստյանի նկատմամբ Նարեկ Օհանյանը ինչ վրեժ ուներ, եթե անգամ վարույթն իրականացնող մարմինն է փաստում, որ Արծուն Գալստյանը և Կարեն Աբրահամյանը փետրվարի 5-ի դեպքի հետ որևէ կապ չունեն։ Սա պարզաբանման ենթակա հանգամանք չի պատվոժանդական։ Բայց մինչև մենք չգիտենք, մենք ինչից պաշտպանենք, պատվոժանդական մեղադրանք է ներկայացել վրեժի շարժառիթով Արծուն Գալստյանի սպանության փորձ, Կարեն Աբրահամյանի սպանություն։ Ինչ վրեժի շարժառիթի մասին է խոսքը, որտեղ այդ նյութը։ Եվ երկրորդ պատվոժանդական չարչրկված հանգամանքը, որի մասին ես բարձրաձայնել եմ, դա մեղադրանքի հաստական կողմի անկյունաքարային դրվագներից մեկն է, որ Նարեկ Օհանյանը իր կիսակառույց բաց պարիսպներով տունը տրամադրել է Գևորգ Հարությունյանին մինչև դեպքի կատարումը և դրանից օժանդակել է նրան։
պատվարժան դատարան տրամադրել բառը բոլոր բառարաններով, հոմանիշների, բացատրական, ինչպես ուզեք, մեկնաբանում է որպես գործողություն։ Մենք խնդրել ենք պարզաբանել նախաքննության ընթացքից սկսած պատվարժան դատարան։ Այդ մեղադրանքի մեջ ներկայացված կիսակառույց տունը տրամադրելու գործողությունը ինչպես է կատարվել, երբ է կատարվել պատվարժան դատարան, տրամադրել ասելով վարույթ իրականացնող մարմինը ինչ է ենթադրել, եւ պարզաբանում չենք ստացել մինչեւ պատվարժան դատարան։ Ես մի շարք հանգամանքներ եմ բարձրաձայնել, չեմ ցանկանում զանրաբեռնել հիմա դատաքննությունը, ես երկուսի մասին խոսեցի։ Հետևաբար պատվարժան դատարան չպարզաբանված մեղադրանքը անորոշ մեղադրանք է, իսկ անորոշ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը իրավաչափ չէ։ Հաջորդ հանգամանքը, որին ուզում եմ անդրադառնալ, պատվարժան դատարան դա անորոշությունը նշեցի արդեն մեղադրանքի արհեստականությունն է, պատվարժան դատարան։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն մեղադրանքը դա փաստական հիմքի հիման վրա տրված իրավական գնահատականն է։ Բայց այս դեպքում մենք չունենք փաստահեն իրավական գնահատական պատվարժան դատարան, որովհետև պարզ ներկայացված իրավական գնահատականը նաև գործողությունների մասում չի բխում ներկայացված փաստական հանգամանքներից։ Երբ դեպքից հետո պատվարժան դատարան վարույթ իրականացնող մարմինը պաշտոնական պարզաբանում տարածեց, որ սպանություն կատարող անձը բացահայտվել է եւ այդ բացահայտված անձը Նարեկ Օհանյանն է, իսկ դեպքից մի քանի օր անց պարզվեց, որ Նարեկ Օհանյանը չէ, վարույթ իրականացնող մարմինը հայտնվեց դատավարական փակուղում, որովհետև մի կողմից ուներ արդեն իսկ իր կողմից հաստատված փաստ, որ սպանությունը կատարել է Նարեկ Օհանյանը, 3 օր հետո ուներ հաստատված փաստ, որ սպանությունը չի կատարել Նարեկ Օհանյանը։ Եվ այս երկու գործոնի արանքում պատվարժան դատարան վարույթ իրականացնող մարմինը ծնվել է գաղափար, անօրինական, անհիմն, ոչ իրավաչափ գաղափար, որ լուծում արեց դատավարական փակուղուց Նարեկ Օհանյանի մեղադրանք ներկայացնելն է եթե ոչ կատարողի համար, ապա հանցանքի օժանդակության համար։ Եվ պատվարժան դատարան, եթե անորոշ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը իրավաչափ չէ, ապա արհեստացի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել անգամ իրավական չէ։ Ես պնդում եմ եւ կարծում եմ, որ մենք հիմնական դատավարությունների ընթացքում կկարողանանք համոզել դատարանի եւ կողմերին, որ Նարեկ Օհանյանը չի կատարել իրեն ներսագրող հանցանքը պատվարժան դատարան, բայց այս բանի իրավական համատեքստում մենք որևէ արձագանք ներկայացած մեղադրանքին չենք տալիս։